Արցախյան երկրորդ պատերազմից հետո մեր կենցաղ եկավ եւ իր կայուն տեղը զբաղեցրեց վարժական հավաքներ արտահայտությունը։ Ցավոք, արտահայտությունն այդ հիմնականում օգտագործվում է ոչ դրական կոնտեքստում։ Ի սկզբանե վարժական հավաքների տևողությունը 3 ամիս էր, այնուհետև այն նվազեցվեց մինչև 25 օր, բայց վերջին 5 տարիներին էլ գործադիրը պարբերաբար ֆիքսում էր, որ այս միջոցառումներին մասնակիցների թիվը մտահոգության տեղիք է տալիս։ Մարդիկ ամեն կերպ խուսափում են վարժական հավաքներին մասնակցությունից։ Այդ իսկ պատճառով Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մի շարք օրենքներում փոփոխությունների նախագիծ է մտել խորհրդարան, որի նպատակն ըստ էության հավաքներից խուսափելու process-ն ավելի դժվարացնելն է։ Վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս եւ խափանելիս, այլև հայտնաբերելիս եւ բացահայտելիս։ Օրենքով ընդլայնվելու են ռազմական ոստիկանության գործառույթները, որպեսզի 25-օրյա հավաքներից խուսափողների նկատմամբ վարչական ապարատի գործողությունները լինեն ավելի արդյունավետ եւ օպերատիվ։ Բայց արդյոք միայն ուժային մեթոդներով եւ օրենսդրական հստակեցումներով հնարավոր է կանխել 25-օրյա վարժական հավաքներից խուսափելու process-ը։ Նախ պետք է հասկանալ, թե ինչու են իրականում մարդիկ խուսափում հավաքներին մասնակցությունից։ Վարժական հավաքները Հայաստանում ի սկզբանե նաեւ աղճատվեցին, որտեղ վարժական հավաքների անվան տակ քաղաքական նպատակներով տասնյակներով մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով։ Հիշում եք հայտնի դեպքերը։ Ընդդիմադիր Մանուկյանը նաև հիշեցրեց վարժական հավաքների մասնակիցների կեցության վատ պայմանների մասին։ Իրականում վարժական հավաքների մեծագույն խնդիրն այն է, որ ըստ որոշ մասնակիցների ու փորձագետների ձևակերպման, այդ ամենն արվում է պտիչկայի համար։ Մարդ խուսափում է հավաքներից ավելի շատ, որովհետև գալիս է ոչինչ չի անում այդ հավաքների ընթացքում։ 3 անգամ կրակային գնալը դա ոչինչ չանելու մասին է։ Ինքը ուղակի ժամանակ է կորցնում, իր անկերներին դրա մասին պատմում է, պարզա որ արդեն սարաֆոնի ռադիոյով տարածվում է, որ մարդը ոչ մի բան չեն անում ու իրանց պետք չի գնալ։ Այստեղ նաև ազնվության խնդիրը կա։ Վարժական հավաքների անվան տակ մեծ հաշվով իրականացվում է առաջնագծի կազմի համալրման աշխատանք, ինչը ինքնին կարելի է հասկանալ, եթե այդ համալրող հանձնակազմը ունի դիրք պահելու համար անհրաժեշտ գիտելիքներ։ Հասկանում ենք, որ մարտական հերթապահության խնդրեմ կա, որտեղ հասկանում ենք, որ մարտական հերթապահության առաջվա 15 օրվա փոխարեն այսօր 2-3 ամիս զինվորը կանգնում է մարտական հենակետում, որ ինքնին բազմաթիվ խնդիրներ են։ Եվ թող չհոխորտան, որ պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են։ Ոչ, վարժական հավաքները բացը լրացնելու համար է։ Բանակը ռեալ չի հասցնում հիմա վարժական հավաքներին ուղղակի ուշադրություն դարձնել։ Ինքը այդ ռեսուրսները չունի, այդ մարդիկ չունեն, ովքեր հասուն մարդկանց հետ կարողանան աշխատեն։ Զինծառայողներ չեն փաստացի 25-օրյայի մասնակիցները, իրանց հետ մի քիչ ուրիշ ձև է պետք շփվել։ Սրանք 25-օրյա հավաքներից խուսափելու պատճառների մի մասն է, որոնք սակայն եթե հաշվի չառնեն, որևէ ուժային մեթոդ կամ խստացում չի աշխատի։ Մարդիկ նորից զարտուղի ճանապարհներով ամեն ինչ անելու են այդ հավաքներին չմասնակցելու համար։ Տարբերակները լի ու լի են։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։